Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է, մենք խոսում ենք մարդու ամենաթանկ ունեցվածքի առողջության մասին, հարգելի հեռուստադիտողներ, եւ գիտեք, որ մենք աշխատում ենք ուղիղ եթերում, ձեզ նույնպես տալով հնարավորություն մասնակցելու մեր հաղորդմանը ձեր հարցերով 548934 է մեր հեռախոսահամարը, զանգահարեք կամ գրեք մեր էլեկտրոնային փոստին շտապ օգնություն շնիկ ararat@tv.am հասցեով։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր մենք կրկին անդրադառնում ենք ամենափոքրիկների առողջությանը եւ հատկապես այն փոքրիկների, ովքեր որոշում են ժամանակից շուտ լույս աշխարհ գալ եւ քանի որ 3 նոյեմբերի 17-ը բժշկական օրացույցում նշված է որպես վաղածին երեխաների միջազգային օր, սիրով տաղավար ենք հրավիրել բժիշկ նեոնատոլոգ, ռեանիմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու դոցենտ Սերինե Մելիքսեթյանին։ Բարև ձեզ բժշկուհի։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եւ եկաք մեր հաղորդմանը հյուր։ Բժշկուհի, չգիտեմ որքան ճիշտ էր իմ ձևակերպումը։ Երեխաներն են որոշում լույս աշխարհ գալ շուտ կամ ուշ, թե դրա համար կան ինչ-որ հստակ պատճառներ։ Ինչու են որոշ երեխաներ, որոնց թիվը, որքան ես ծանոթացա հաղորդումից առաջ համաշխարհային տվյալներին գնալով մեծանում է, շուտ են ծնվում, ինչու։ Պատճառները իհարկե բազմաթիվ են, բայց նշենք, որ բալիկը երբեք չի որոշում ինքը երբ լույս աշխարհ գալ, հա, դրա համար կան որոշ պատճառներ։ Այո։ Եվ պատճառները իհարկե տարբեր են։ Հիմնականում պատճառները դա մոր հետ կապված խնդիրներն են, հիվանդությունները բազմաթիվ, որոնք բերում են վաղաժամ ծննդաբերությունների, նաև բազմապտուղ հղիությունների դեպքում է հաճախ հանդիպում վաղաժամ ծննդաբերություն, կան նաև ժառանգական ֆակտորներ, հա, կան ընտանիքներ, որտեղ միշտ ծնվում են անհաս երեխաներ, այդպես էլ է լինում։ Եվ իհարկե վարումը հղիության եւ ծննդաբերության մեծ նշանակություն ունի, որպեսզի երեխան ծնվի առողջ ժամանակին։ Իդեպ բժշկուհի մինչև այդ մանրամասներին անդրադառնալը մեկ հարց, այդ բազմապտուղ ծննդաբերությունների մասին, ինչպես են քառյակով ծնված փոքրիկները, դուք տեղեկություն ունեք, մենք տեղեկություն ունենք, այո, իրանք մեզ մոտ էին, մոտ 1 ամիս բուժվեցին մեզ մոտ, ծանր էին, տեղեկություն ունենք, բերում են իրանք մեզ մոտ, նայում ենք, շատ լավ են։ Շատ լավ զարգանում են, քաշները գորիսում են արդեն։ Արդեն իրենց տանը։ Մոտ 1 ամիս մնացին այստեղ մեր հսկողության տակ, հիմա արդեն գորիսում են։ Շատ լավ։ Իհարկե այդ քառյակը եզակի դեպքեր եւ եռյակներ հաճախակի եք ունենում, որքան մենք հասցնում ենք հետեւել իրադարձությունների ընթացքում։ Բավականին հաճախ, այս վերջերս այս պահին մեր բաժանմունքում 2 եռյակ կան։ Այո, բժշկուհի, սովորաբար եռյակ ծնվում են արհեստական բեղմնավորմամբ, արտամարմնային բեղմնավորմամբ լույս աշխարհ եկող երեխաները, թե հնարավոր է բնական ճանապարհով նույնպես այդ եռյակների առատությունը լինի քառյակի մասին։ Հիմնականում իհարկե արհեստական ճանապարհով բեղմնավորման ժամանակ ավելի հաճախ են հանդիպում բազմապտուղ հղիությունները, բայց այս վերջերս մեր ունեցած եռյակները եւ նաեւ քառյակը բոլորը բնական ճանապարհով են եղել եւ ինչն է հետաքրքիր, որ Գեղարքունի հիմնականում Լորի, հա, Լենինականի Գյումրիի կողմերը, այսինքն են երկրաշարժից տուժած կողմից ավելի շատ են հանդիպում բազմապտուղ հղիություններ։ Բնությունը, այո։ Հասկանալի է։ Բժշկուհի, ասենք այդ արհեստական արտամարմնային բեղմնավորումը կարող է պատճառներից մեկը հանդիսանալ թեկուզ ոչ բազմաթիվ երեխաների, հա, մի քանի երեխաների դեպքում, ասենք 1 երեխա է ծնվում, բայց քանի որ արտամարմնային բեղմնավորմամբ է տեղի ունեցել ամեն ինչ, պատճառ լինի, որ նա լույս աշխարհ գա վաղ։ Իհարկե, սկսենք նրանից, որ կինը միջև հասնել արհեստական բեղմնավորան, ինչ պատճառներ է ունեցել առողջական, եւ ինքը չի կարողացել ինքնուրույն հղիանալ եւ ծննդաբերել։ Այսինքն արդեն կնոջ օրգանիզմը որոշ չափով, այսպես ասեմ, հիվանդ է կամ տուժած է։ Իհարկե, հավանականությունը, որ ինքը կունենա անհաս երեխա եւ պլյուս ասենք, որ վախը կա, որ
ամեն մի գանգատի եւ անհանգստության դեպքում կարող է երեխայի հետ, պտղի հետ ինչ որ բան կատարվի եւ դա էլ է նպաստում, որ ինքը մայրը ցանկանում է ավելի շուտ ծննդաբերի, իհարկե եթե չի ստացվում իրան համոզել։ Այո, իսկ մայրիկի առողջության հետ կապված մյուս գործոնները որոնք են։ Օրինակ հիմա շատ տարածված է բոլոր հղիներին ուղարկում են այդ ցիտոմեգալովիրուսի, գրեթե բոլորին, հա, տոքսոպլազմոզ, հերպես, այդ վիրուսների նկատմամբ ինֆեկցիաների հետազոտության դրանք եթե տիտերանորմայից բարձր է լինում կարող են հանդիսանալ ռիսկ վաղաժամ ծննդաբերության համար, թե էլ ինչ հիվանդություններ, էլ ինչ խնդիրներ կարող են սթրեսը, չգիտեմ, կամ արտակարգ իրավիճակը միանգամից կարող է բերել նման երևույթ։ Սկսենք նրանից, որ եթե երիտասարդ ընտանիքը, որը պլանավորում է երեխա ունենալ ժամանակին, դիմի եւ հետազոտվի ամուսիններով եւ կինը եւ տղամարդը, այդ դեպքում մենք ավելի առողջ եւ հասուն նորածիններ կստանանք, հա, ցավոք սրտի այդպես չի լինում, երբ որ առաջի կամ երկրորդ հղիությունը ընդհատվում է վաղաժամ ծննդաբերությունով կամ ինչ որ արատավոր երեխայով, նոր արդեն սկսվում են հետազոտությունները, որովհետեւ ձեր նշված բոլոր ինֆեկցիաները իրանք չեն մտնում պլանային հետազոտման մեջ հղի կնոջ։ Այո։ Այսինքն ամեն դեպքում նախապես հետազոտվելը ավելի ճիշտ է։ Իհարկե։ Եվ երրորդ պատճառը դուք նշեցիք ժառանգականությունը։ Եթե մայրիկը երեխա է ունեցել վաղ, ասենք թե 7 ամսականում ծնված երեխաները մի ժամանակ համարվում էին ամենավաղածինները, այո, հիմա շատ է փոքրացել այդ ժամկետը։ Հնարավոր է, որ անպայման նրա աղջիկը նույնպես կլինի հակված, թե կարող է նաև աղջիկը չունենա նման խնդիր, դա թորնիկների մոտ արտահայտվի, այդ գենետիկան ինչ է խոսում։ Գենետիկան կա եւ անպայման չի իհարկե, որ աղջիկը նույնպես ունենա, բայց հավանականություն իհարկե կա, որ միգուցե եւ կարող է այդպես լինել։ Հասկանալի է։ Հիմա փորձենք հասկանալ, թե ովքեր են համարվում այդ վաղածին հոգրիկները։ Ժողովուրդը գիտի, որ 9 ամիս են սպասում երեխայի ծնունդին, բայց 7 ամսին էլ հիմա, ինչպես ասում են, փառք են տալիս, հա, շատացել են դեպքերը, որ շատ շուտ է։ Շատացել են, այո, նու այսպես ասեմ, 9 ամիս դա համապատասխանում է 40 շաբաթի, առողջ նորածինը ծնվում է 38-ից 40 շաբաթական հասակից։ 37-ից ցածր շաբաթական հղիությունը համարվում է անհասություն արդեն։ Եվ բոլոր նորածինները, որոնք ծնվում են 30 շաբաթից ցածր, համարվում են վաղածին նորածիններ, անհաս նորածիններ։ Բժշկուհի, 40 շաբաթականը որ պահից սկսած եք դուք հաշվում, որովհետև մենք էլեկտրոնայինով հարց էինք ստացել, ճիշտն ասած, երիտասարդ մայրիկից, ասում է, ես որքան իմ շրջապատում 1 րոպե բացեմ, ես հարցը հիշում եմ բովանդակությունը, ասում եմ, որքան իմ շրջապատում ուսումնասիրում եմ, միշտ բժիշկների ասած ժամկետը չի համապատասխանում մայրիկների հաշված ժամկետին։ Ինչպես հաշվեն, որն է ճիշտ։ Եկեք չմոռանանք մեր ավանդական, այսպես ասած, մեթոդը, հա, որ վերջին դաշտանի, հա, առաջին օրվանից սկսված հաշվում է 40 շաբաթը, հա։ Իհարկե այն դեպքերում, երբ որ ետ է մնում զարգացվածությունը պտղի, հա, իր շաբաթական հղիությունից եւ սոնոգրաֆիա արվի պլանային, այդ դեպքերում կարող է լինել, որ մի քիչ ավելի փոքր է քաշը երևում, հա, պտղի եւ արդեն հարց է առաջանում, որ կարող է ավելի քիչ է գեստացիան եւ այլն, կան որոշ չափումներ, հա, ինդեքսներ, որ արդեն ցույց է տալիս, թե ինչ շաբաթական հղիություն է կնոջ մոտ։ Լինում է դեպքեր, որ իրանք չեն համընկնում, այո, նորմային։ Հասկանալի, ամեն դեպքում բժիշկների ասած թիվը պետք է լինի ուշադրության կենտրոնում։ Իհարկե, բայց մենք միշտ նաեւ հարցնում ենք մայրերին։ Այո, հասկանալի է։ 37 շաբաթականից շուտ ծնված երեխաները կոչվում են, անվանվում են, հա, վաղածին երեխաներ, բայց նրանք կարող են լույս աշխարհ գալ սկսած քանի շաբաթականից եւ համարվել պտուղ, հա, արդեն համաշխարհային ստանդարտներից 22 շաբաթից բարձր եւ 500 գրամ քաշից բարձր նորածինները համարվում են արդեն կենթանածին եւ
նորածին, հա, որ կարող ենք մենք արդեն ինչ-որ գործողություններ անել եւ ապրեցնել իրենց։ 22 շաբաթ, 22-ից ցածր դա պտուղ է համարվում։ 22 շաբաթը քանի ամսական։ 22։ Ահա, 22 շաբաթականը քանի ամսական է մոտավորապես դառնում։ Մոտավորապես 4.5։ 4.5 ամսականը եւ 500 գրամ։ 500 Ձեր գրամ։ պրակտիկայում եղել են 500 գրամանոց նորածիններ, որ այսօր ապրում են եւ երջանիկ են։ 500 մենք չենք ունեցել, ցավոք սրտի, 600 գրամից սկսած ունենք նորածիններ, որ կան, ապրում են, առողջ են։ Եվ սա այն դեպքն է, որ 500 գրամի եւ 600 գրամի միջև այդ 100 գրամի տարբերությունը էական է։ Շատ մեծ դեր է խաղում։ Ավելի մեծ դեր է խաղում հեստացիոն տարիքը, այսինքն 22-24, հա, տարիքը ավելի մեծ դեր է խաղում, որովհետև կարող է լինել 26-27 շաբաթական, բայց 700 գրամ, հա, կամ 600 գրամ, բայց եթե ինքը 27-28 շաբաթական է, ինքը ավելի զարգացած է, քան նույն քաշով ավելի ցածր գեստացիայով երեխան։ Այո, այսինքն նախընտրելի է, որ երեխան ծնվի ավելի մոտ նորմա համարվող ժամանակահատվածին եւ ավելի քիչ քաշով, այսինքն մենք հիմնվում ենք ավելի շատ շաբաթների վրա հղիության, քան քաշի վրա։ Հասկանալի է։ Բժշկուհի, այս պահին ձեզ մոտ մենք գիտենք, որ դուք հանրապետական ծննդատունը, հա, եթե ժողովրդին հասկանալի ծանոթ լեզվով ասենք, այն երկար անվանում ունի, կոչվում է մանկաբարձության եւ գինեկոլոգիայի, պերինատալոգիայի հանրապետական գիտաբժշկական կենտրոն, այո։ Այդտեղ դուք հենց ղեկավարում եք այդ բաժանմունքը, որտեղ փոքրիկներն են, ովքեր շուտ են ծնվել։ Քանի երեխա կա այս պահին։ 55 նորածին։ 55 նորածին որքան ժամանակում ծնված, ասենք թե 1 ամսում 2։ Մենք ունենք նորածիններ, որոնք որ մեզ մոտ արդեն 3-րդ ամիսն են պարկած, իրանք ուղղակի քաշ են հավաքում, հետազոտվում են տարբեր մասնագետների կողմից եւ մեր Հայաստանի չափանիշներով 1 կիլո 700 գրամ նորածինը պետք է դառնա, որպեսզի մենք կարողանանք իրան դուրս գրենք եւ իհարկե լիարժեք ամբողջ իր ծավալը ուտի, մարսի եւ օրեկան քաշ ավելացնի։ Բժշկուհի, մենք գիտենք, որ նորածինները անկախ նրանից երբ են ծնվել ժամանակին թե ավելի շուտ, իդեպ լինում են դեպքեր, որ ժամանակից ուշ ծնվեն։ Իհարկե։ Որքան ուշ, գերհաս է համարվում այն նորածինը, որը ծնվել է 42 շաբաթից եւ ավել հղիությունից, հա, այսինքն եթե 42 շաբաթը անցնում է, արդեն ծնվում է գերհաս նորածին, որը նույնպես ուշադրության արժան է եւ ունի բազմաթիվ խնդիրներ։ Ինչ խնդիրներ այս երեխաների մոտ ինչ կարող է լինել։ Այնտեղ արդեն զարգանում է, պտղաջրերը պակասում են, զարգանում է քրոնիկ թթվածնային քաղց, սնուցումն է դադարում, հա, ընկերքի միջև, այսինքն մոր եւ պտղի միջև։ Այդ երեխաները հետ են արդեն աճում, թթվածնային քաղցի պատճառով ջրերը պղտորվում են եւ ինֆեկցիայի վտանգը ավելի բարձր է այդպիսի երեխաների մոտ։ Այսինքն երեխայի ծնվելը չի սիրում ոչ շուտը, ոչ ուշը եւ ճիշտ ժամանակն է, որ պիտի բժիշկը որոշի այս դեպքում։ Եվ այս դեպքերը կարծում եմ ավելի քիչ են, որ գերհաս լինեն, որովհետեւ վերահսկողությունից դուրս հղիներ Հայաստանում կարելի ասել չկան։ Բժշկուհի, մենք գիտենք, որ նորածինը լույս աշխարհ եկավ, սկրինինգային ծրագրեր կան եւ որոշակի հետազոտություններ է անցնում այս կամ այն ֆունկցիան բարձելու համար։ Դա նախ ինչ հետազոտություններ են, մեկ անգամ եւս վերհիշենք եւ այս փոքրիկները, ովքեր շուտ են լույս աշխարհ եկել, նույնպես այդ սկրինինգային ծրագրին մասնակից են դառնում, թե դուք սպասում եք, ասենք թե այդ 1 կիլոգրամ 700 գրամ քաշին եւ դուրս գրվելուց հիվանդանոցից, հա, արդեն ծննդատնից հետո է դա կատարվում։ Սկրինինգային ծրագիրը, որը գործում է բոլոր նորածինները, եւ անհասների համար դա ֆենիլկետոնուրիան եւ հիպոթիրեոզի սկրինինգն է, դա բոլոր նորածինների նորածիներին է արվում։ Ինչ են եւ ինչ են բազում։ Այդ հիվանդություններն են ժառանգական, որոնք կարող են, եթե ժամանակին իրանք չհայտնաբերվեն եւ չկանխեն, բերեն բարդ հիվանդությունների նորածին երեխաների մոտ։ Հիպոթիրեոզը ես
ենթադրում եմ, որ Վահանաձև գեղձի հետ կապված ինչ-որ բան է դա։ Ահա։ Եվ դա արդեն մոտ 10 եւ ավել մոտ 15 տարի գործում է Հայաստանում, բոլոր նորածինները անհապաղ սկրինինգային ծրագիրը անցնում են։ Եվ լսողությունը։ Լսողությունը նույնպես ստուգվում է բոլոր նորածիններին, բայց եթե առողջ հասուն երեխաներին ստուգում են դուրս գրվելուց առաջ, այսինքն 48 ժամ անց, անհաս նորածիններին ստուգում են ավելի ուշ, նույնպես դուրս գրվելուց, ինչու, որովհետև բոլոր օրգան սիստեմները զարգանում են, այսպեսի մի հասկացողություն կա պոստկոնցեպտուալ, հա, հասակ, դա նշանակում է, որ նորածինը ծնվեց անհաս երեխան, օրինակ 32 շաբաթ, բայց ինքը մենք իրան հաշվում ենք 33, 34, 35 շաբաթ ծնվելուց հետո, որովհետև ինքը զարգանում է, ինչպես պտուղը մոր արգանդում, նույնպես ինքը զարգանում է ծնվելուց հետո։ Եվ երբ որ ինքը հասնում է իր 40-ին եւ իր ականջները, այսպես ասած, հա, ապարատը, լսողական զգարանները զարգանում են, ճիշտ է այդ ժամանակ ստուգել, որպեսզի ստույգ տվյալներ մենք ունենանք։ Այո, դա միայն լսողությանն է վերաբերում, թե հիպոթիրեոզին եւ ֆենիլկետոնուրիային։ Չէ, հիպոթիրեոզը եւ ֆենիլկետոնուրիայի ընթացքում ենք ստուգում։ Ընթացքում ստուգում եք։ Նաև ունենք սկրինինգային ծրագիր, որը գործում է մեզ մոտ 2010 թվականից, դա ռետինոպաթիայի, անհասցան ռետինոպաթիայի սկրինինգն է, այո, դա վերաբերվում է միայն անհաս երեխաներին, այսինքն 32 շաբաթից եւ 2 կիլոյից ցածր նորածիներին է վերաբերվում միայն եւ սկսում են ստուգել, երբ որ պոստկոնցեպտուալ տարիքը հասնում է 31-32 շաբաթ։ Այսինքն, եթե երեխան ծնվել է 27-28 շաբաթ, ինքը հասնում է իր 32 շաբաթին եւ առաջին հետազոտությունն է անցնում մեր ակնաբուժների կողմից։ Այո։ Եվ արդեն վերցվում է իրենց հսկողության տակ եւ կատարվում են արդեն մնացած հետազոտությունները, դա իրենց որոշումն է երբ։ Եվ եթե պետք է ինչ-որ միջամտություններ կատարել, դա կատարվում է հենց մեր բաժանմունքում եւ մյուս պերինատալ բոլոր կենտրոններում, տեղում։ Այո։ Եվ նորածնային կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը այո, ուզում եմ ասել նաև դրա մասին, որ դա միակն է ոչ միայն մեր հանրապետությունում, այլ նաև ամբողջ ռեգիոնում, եւ առաջներում բարդություններ ունեցող արդեն են 4-5-րդ ստադիայի ռետինոպաթիայի ունեցող նորածիներին մենք ստիպված էինք ուղարկում Սանկտ Պետերբուրգ, որտեղ որ դա բավականին թանկ էր եւ ժամանակին չէին կարողանում ծնողները հասնել այնտեղ եւ երեխաները ուղակի կուրանում էին։ Հիմա մենք այդ խնդիրը չունենք, դա արվում է մեզ մոտ Հայաստանում, մեր կենտրոնում։ Հասկանալի է։ Բժշկուհի, այդ օրինակ այս հենց հիմա ձեզ մոտ գտնվող 56 վաղածին երեխաներից մեծամասնությունը որ ժամանակահատվածում է ծնվել, քանի շաբաթականում կա նման վիճակագրություն, թե ասենք շատ են 22 շաբաթական ծնվածները, թե ասենք 32 կամ 35։ Եթե վիճակագրական նայեմ, երևի ամենաշատը կազմում են 32-ից 35 շաբաթից ծնված նորածինները։ Այո, եւ եթե նրանք են ամենաշատը, եկեք հենց նրանց օրինակի վրա, հա, բացատրենք, թե ձեր նշած այդ շաբաթներով զարգացումը, որ դուք հաշվում եք, ասենք 32-ից հետո մինչև 40-ը, նախ ինչ պայմաններում է դա տեղի ունենում, փաստորեն պետք է որ ստեղծված լինեն հատուկ այնպիսի պայմաններ, որ մաքսիմալ մոտեցված են ներարգանդային պայմաններին, այո։ Եվ ինչ պայմաններ են դրանք, ջերմաստիճանային առումով, լույսի առումով, չգիտեմ, խոնավության, մայրիկներին կարծում եմ, ովքեր սպասում են իրենց երեխաներին, հայրիկները, որ պետք է տուն գան, հա, այդ բաժանմունքից սա ամենահետաքրքիրն է։ Իհարկե, երբ որ սպասվում է անհաս նորածին, դա արդեն մենք նախորոք զգուշացված ենք եւ արդեն պատրաստում ենք իրեն համար, արդեն համապատասխան գեստացիան, թե ինչ քաշի նորածին մենք ունենանք, համապատասխան ամեն ինչը պատրաստվում է։ Եթե ցածր քաշով նորածին է, մինչև 1 կիլո 500 գրամ, իրենց հիմնականում տեղադրում ենք ինկուբատորներում, որոնք նախորոք արդեն տաքեցված են, հա, եւ քանի աստիճան։ Մարմնի ջերմաստիճանի չափ։ Մարմնի ջերմաստիճանի չափ, այո, 37։ Այո։ Եվ մեր ինկուբատորները բոլորը ունեն, այսպես ասած, սերվոկոնտրոլ, այսինքն
ջերմային հաղորդիչների միջոցով, հա, որը կպցվում է նորածնին, իրենց կարգավորում են արդեն ջերմաստիճանը եւ նաեւ ապահովում են խոնավություն ինկուբատորների մեջ։ Լույսից ենք ծածկում, որովհետեւ նույն ռետինոպաթիայի համար չպետք է լինի աղմուկ, պետք է չլինի բաժանմունքում, որովհետև ցանկացած աղմուկ անգամ դռների ինկուբատորի բացելը եւ ձայները ստրես է առաջացնում անհաս նորածնի մոտ։ Այսինքն դուք ամեն օր տեսնում եք երեխաներին, կարելի ասել ներարգանդային կյանքի փուլում, բայց ձեր աչքի առջև եւ ավելի նրանց կպնում եք, հա, կերակրում եք, ինչպես է կատարվում նրանց կերակրման գործընթացը։ Իհարկե կախված իհարկե գեստացիոն հասակից, սովորաբար իրանք չեն կարող ծծել, հա, եւ կերակրվել կրծքով կամ ծծակով, զոնդի միջոցով են կերակրվում։ Իսկ ինչ կերակուր։ Այս դեպքում արդեն արհեստական այդ կաթնախառնուրդներն են, թե դեռ ինչ-որ լուծույթներ են, որ շատ նախընտրելի է եւ մեզ մոտ հիմնականում սկսում են կերակրումները մայրական կաթով։ Այն նույն խեժը շատ կարեւոր է անհաս նորածնի համար, շատ կարեւոր է։ Դա մենք մայրերին էլ ենք բացատրում, դա բուժման 50%-ն է։ Որտեւ իր բուժիչ հատկություններով նաև բուժիչ, հա, եւ օգտակար խեժին փոխարինող ոչ մի միջոց չկա։ Իհարկե այն դեպքերում, երբ որ մայրական կաթ չկա, մենք ստիպված ենք արդեն որոշ կաթնախառնուրդներ, որոնք հատուկ նախատեսված են անհաս երեխաների համար։ Բժշկուհի, մենք այստեղ ունենք արդեն երկու հարց, հեռուստադիտողներից մեկը գրել է, եթե երեխան վաղածին է եւ արդեն դուրս է գրվել ծննդատնից 1 կիլոգրամ 900 գրամ քաշով, խնդրում եմ ասեք, որքան ժամանակը մենք պետք է այցելենք բժիշկներին հետազոտվելու, թե դրա կարիքը էլ չի լինում։ Անաբար բժիշկները ասած կլինեն ինչ-որ բան, բայց երևի երկրորդ կարծիք է ուզում հարցնել հեռուստադիտողը։ Ամբողջ աշխարհում կան այսպիսի կոչված նեոնատալ follow-up կենտրոններ, հա, որոնք որ բացվում են մեծ երրորդ մակարդակի պերինատալ կենտրոններին կից։ Եվ բոլոր անհաս երեխաները եւ ինչ-ինչ խնդիրներ ունեցող երեխաները դուրս գրվելուց հետո մնում են նույն բժիշկների հսկողության տակ մինչեւ 2-3 տարեկան։ Այսինքն ձեր։ Դա ամբողջ աշխարհում է, ցավոք սրտի մեզ մոտ դեռ այդպիսի կենտրոններ չկա, բայց մենք արդեն որոշ աշխատանքներ կատարում ենք եւ մեծ ցանկություն կա այդպիսի կենտրոններ բացելու, որովհետեւ դա է ճիշտը, որովհետեւ երբ որ անհաս նորածինը դուրս է գրվում եւ գնում է իր տեղամասային, հա, ուղղակի պոլիկլինիկան, ինքը դառնում է սովորական եւս մի երեխա, հա, որը որ կամ անտեսվում է հսկողությունից կամ գեր ուշադրության արժանանում։ Այո, երկու ծայրահեղ։ Այո, եւ նույն պատվաստումները, նույն մոտեցումները տարբեր են, բավականին տարբեր են։ Եվ շատ անգամներ անկախ նրանից, որ իհարկե կենտրոն չկա, բայց մեր նորածինները անհաս մեզ հետ շատ կապված են։ Եվ մինչև 1 տարեկան եւ ինչու՞ չի ավել, հա, իրանք մեզ այցելում են եւ մեզ էլ է ավելի երբ որ դու աշխատանք ես կատարում, որքան ժամանակը մեկ։ Ամիսը մեկ։ Ամիսը մեկ անգամ։ Բժշկուհի, դուք շատ հետաքրքիր բանի մասին խոսեցիք, այդ պատվաստումների մասին, հա, օրինակ։ Ես ուզում եմ հասկանալ վաղածին երեխաների համար այդ հաշվարկը, հա, որ իրենք այսքան շաբաթ շուտ են ծնվել, ամբողջ կյանքում է նրանց ուղեկցում, թե երբ արդեն դուրս են գրվում, այսինքն եթե սովորական երեխաները սովորական ժամանակում լույս աշխարհ եկած պետք է ասենք թե պատվաստվեին 6 ամսականում կամ 9 ամսականում, այս երեխաները պիտի այդքան շաբաթ ուշ պատվաստվեն տվյալ։ Ասեմ եւ ոչ թե միայն պատվաստումները, ընդհանուր իրանց զարգանալն էլ, հա, շատ անգամներ մայրերը գալիս են ասում են, որ մեզ ասեցին երեխան արդեն 6 ամսական է, բայց ինքը չի նստում։ Ասում եմ, եկեք հաշվենք, ձեր երեխան դեռ 4 ամսական է, որտեղ ինքը ենթադրենք 2 ամիս շուտ է ծնվել, այսինքն իր զարգանալը, իր մատորիկան, իր շարժումները դա համապատասխանում է այո 4 ամսեկանին։
հա, կգա որոշ տարիք, որ ինքը կհավասարվի իր հասակակիցներին։ Եվ դրա համար էլ պետք է ստեղծել այդ կենտրոնները, ինչու, որովհետև անհաս երեխայի զարգացվածության աստիճանը առաջին անգամ, այսինքն ոչ թե վերջնական իր արդյունքը ստուգվում է 2 տարեկանում, թե ինչքանով է նա զարգացած մտավոր եւ ֆիզիկապես։ Հասկանալի է։ Ունենք հեռախոսազանգ բժշկուհի, լսենք հեռուստադիտողին, ալո։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել ուզի եթերում, սա Սոնան է Տոնիկյան, ձեր հիվանդներից, ես հարց չունեմ, թերևս բոլոր հարցերը, որ պետք է տրվեին ընթացքում, բուժման երեխայի տրվել են լիարժեք պատասխաններով, ես անչափ ուզում եմ շնորհակալություն հայտնել հոգատար վերաբերմունքի ձեր գլխավորությամբ ամբողջ բաժնին, մենք ձեզ շատ սիրում ենք, շատ գնահատում ենք եւ կարծում եմ, որ ձեզ մոտ եղած բոլոր երեխաներն էլ հաստատ ավելի հասուն է տեղից դուրս են գալու, այդքանը, անչափ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ես սպասում եմ, որ այսօրվա զանգը, այո, նման թեմայով հաստատ զանգերից գոնե մեկը կլինի եւ 55-56 զանգել նման խոսքեր դուք դեռ կլսեք, չհաշված որ ամեն օր գումարվում են, այո, երեխաները։ Երկրորդ հարցին էլ այստեղ որ ստացել ենք, հա, բժշկուհի պատասխանենք, հեռուստադիտողը գրում է, խնդրում եմ բժշկուհի Սերինե, ասեք թե վաղահաս երեխաները, վաղահաս են նա գրել, չգիտեմ որն է ճիշտ, վաղածինը երևի, հա, ավելի շատ, ինչ հիմնական խնդիրներ են ունենում առողջության հետ կապված թոքերի, ասում եմ մեր հարևանի թորնիկի մոտ թոքային խնդիրներ էին արտահայտված, ծնվելու ժամանակ խնդրում եմ ասեք դա որքան ժամանակ կարող է երեխաներին ուղեկցել։ Քանի որ օրգան սիստեմները զարգացած չեն, հա, նորած անհաս երեխաների եւ դա իհարկե նույնպես կախված է թե ինչքան շուտ է ծնվել երեխան, հա, առաջինը հենց թոքային համակարգն է, հա, որը որ զարգացած չէ եւ այն նյութը, որը որ նպաստում է զարգանալու թոքերի եւ լիարժեք շնչելու, դեռ չի արտադրվում եւ նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր նախարարությանը, որ մենք ունենք Սուրվանտան, որը ամբողջ աշխարհում, հա, ընդունված է եւ ներարկվում է բոլոր անհաս նորածիններին, մենք նույնպես ունենք այդ հնարավորությունը եւ հույսով եմ, որ մեզ մոտ դա կլինի։ Դա դրվում է բոլոր մեծ կենտրոններին, որտեղ որ բուժվում են անհաս երեխաները, որը որ ներարկվում է հենց երեխայի ծնվելուց հետո եւ նպաստում է թոքերի բացմանը։ Եվ այդ դեպքերում մենք ավելի քիչ ենք ունենում խնդիրներ թոքերի հետ կապված։ Եվ իհարկե տեխնիկապես հագեցվածությունը իհարկե շատ ավելի զարգացել է մեր մոտ Հայաստանում եւ մենք ունենք ոչ ինվազիվ սարքավորումներ, որոնք նույնպես նպաստում են թոքերի բացմանը եւ օգտագործում են անհաս երեխաների մոտ, որպեսզի իրանք ավելի շուտ հաղթահարեն այդ խնդիրները։ Հասկանալի է։ Բժշկուհի, խնդրում եմ վերջում ծնողների համար նորից, հա, հարց, այս ծնողները իրավունք ունեն մտնել, ասենք թե հենց այսօր ծնված վաղածին երեխաների ծնողներին է հետաքրքրում, իրավունք ունեն մտնել այդ բաժանմունք գոնե պարբերաբար, տեսնել երեխաներին, այդ կիրագրման process-ին գուցե մասնակցեն մայրիկները, հայրիկները նույնպես կարող են թե ոչ, եւ ինչ պետք է անեն այս ծնողները եւ ինչն է որ պետք չէ որ անեն, ինչը հնարավոր է խանգարի եւ բժշկին եւ երեխային։ Երբ որ մայրը ունենում է, դա սպասվելիք չի, հա, եւ երբ որ ծնողները ունենում են անհաս երեխա, դա առաջինը իրենց համար մեծ ստրես է, որը որ պետք է հաղթահարվի մեր միջոցով, իհարկե, երբ որ մենք բացատրում ենք ինչ է եւ այլն։ Եվ իհարկե մոր եւ ծնողների ինչու չէ, որ մասնակցությունը բուժման մեջ շատ մեծ դեր է խաղում։ Նույն մայրը իր բիոլոգիական, հա, ներկայությամբ, կապով, շոյելով բալիկին բավականին մեծ դեր է խաղում եւ անգամ մեզ մոտ այդպես մոդուլ կա, որ մենք լացող, հա, մայր ցույց չենք տալիս մտնել բաժանում, միայն ժպիտով։ Շատ հետաքրքիր է, շատ հետաքրքիր։ Որովհետև երեխայի կապը շատ մեծ է մոր հետ եւ
նախոր իհարկե։ Եվ կա այդպիսի մեթոդ, որը որ ամբողջ աշխարհում է կիրառվում եւ մեզ մոտ է կենգուրուի մեթոդ, երբ որ մայրը վերցնում է կամ հայրը նույնպես երեխային եւ բավականին երկար ժամանակ պահում են իրանց կրծքին։ Շփումն է ապահովում ծնողների միջև։ Հասկանալի է, շատ շնորհակալ եմ բժշկուհի, շատ հետաքրքիր զրույցի համար, հուսամ ծնողները իսկապես լսեցին շատ հարցերի պատասխաններ, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ այսօր մեր տաղավարում էր Սերինե Մելիքսեթյանը, նեոնատոլոգ, ռեանիմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, շատերի ծանոթ հանրապետական ծննդատնից նա ղեկավարում է այդ բաժանմունքը եւ բժշկուհու խոսքից մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ 22 շաբաթից շաբաթականից հետո ծնված երեխաները, որոնք ունեն 500 եւ ավելի գրամ քաշ, համարվում են արդեն նորածիններ շնորհիվ նեոնատոլոգիայի գիտության, որ պերինատալոգիայի նաեւ որ փրկում է կյանք է տալիս, հա, նորից այս երեխաներին, որ տարիներ առաջ դա անհնար էր թվում եւ 37 շաբաթականից ցածր ժամկետում ծնված երեխաները համարվում են վաղածին, բայց կա նաեւ գեր հասուն դեպքեր, կան նաեւ, որը նույնպես համարվում է պաթոլոգիա, այնպես որ ոչ շտապեք, մի որոշեք ձեր երեխայի ծնվելու օրը, որովհետեւ ձեզ դուր է գալիս այդ օրը, թողեք բնական օրենքներով դա տեղի ունենա կամ մաքսիմում բժիշկների առաջնորդությամբ, որպեսզի նաև շատ չուշանա երեխան։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, հանդիպելու ենք երկուշաբթի արդեն մեր նույն ժամին, առողջ եղեք։